մեծ մասը ճանաչում եք, իսկ առավել ևս էջմիածնեցիները։ Արմատներով պատմական Հայաստանից են, Ղարսից, մի բան, որ ցավոք սրտի, այսօրվա վարչապետի հաթոռը զբաղեցնող անձը փորձում է, այսպես ինչ անել, պղծել, կեղծել պատմություն, չկա պատմական Հայաստան, կա իրական Հայաստան, այն էլ այսօր այդ իրական Հայաստանն էլ ենք մենք կորցնում, ցավոք սրտի։ Այստեղ հավաքվածներս, մեզանից յուրաքանչյուրը համոզված եմ, միանշանակ որ եկել է ինքնաբուխ, անկեղծ, որևէ մեկը չի ստիպել, եկել ենք հանուն հավատքի, եկել ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք, առ Աստված, որ այսպես շարունակել հնարավոր չի, հասարակությունը բաժանել, ժողովրդին բաժանել սևերի, սպիտակների, աղքատների ու չգիտեմ հարուստների, կամ չգիտեմ, չի կարելի, ով է թույլ տվել նման բան, և իհարկե, հավաքվածներս բոլորս քրիստոնյա ենք, քանի որ համոզված եմ, որ բոլորս մենք հավատարիմ ենք մնալու մեր պապերի սրբազան ուխտին, ժողովուրդ ջան, մեր պապերը սրբազան ուխտ ունեն, այսինքն երբեք ու երբեք չուրանալ պատմական Հայաստանը, հայացքներս հառած մեր հողին, մեր մասիսը երբեք ու երբեք, մենք չենք կարող ուրանալ, Ղարսը, Արդահանը, Մուշը կլինի, որը վերցնեք, հնարավոր չի, համոզված եմ, որ հավաքվածներս մենք բոլորս հավատարիմ ենք մնալու, որպես քրիստոնյա ժողովուրդ, քրիստոնեական մեր լույս հավատքին, ունենք լույս հավատք, հավատարիմ ենք մնալու, էջմիածինը, ընկերներ, աստվածակառույց է, ժողովուրդ հայոց, աստվածակառույց է, մենք հավատարիմ պիտի մնանք աստվածակառույց այս սուրբ էջմիածնին, և իհարկե, ամեն, Մեսրոպ Մաշտոցը, ինչպես որ ասում է մեր ղեկավարը, Մեսրոպ Մաշտոցը գող չի եղել, տարերը չի գողացել, հարգելի հարազատներ, հարգելի հայեր, Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը և վերջապես և այդ մարդուն անվանել գող, որ չենք ունեցել մեր սեփական տարերը, դա մերն է և իհարկե հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք այն քայլերի համար, որ կատարում են այսօրվա իշխանությունները, քանի որ մենք բոլորս պահպանն ենք առաքելական եկեղեցու, ինչպես նաև մեր վեհափառի կողքին ենք կանգնած, պաշտպանելու ենք նրան մինչև վերջ։ Վեհափառը ընտրվում է ոչ թե քաղաքական ղեկավարների կողմից ղեկավարության, այլ գոնե այդքան բանը գոյություն ունի մայրօրենք սահմանադրություն, որը չպիտի ոտնահարել։ Հավաքվել ենք, որպեսզի ասենք ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, պարզապես ամոթ է, պատիվ չի բերում որևէ հայի, այսօր ունենալ Սամվել Կարապետյանի նման անհատականություն, որպես այդպիսի ընտելեխիա, և նա կալանավորված լինի ԱԱԾ-ի, չգիտեմ նկուղում կամ որտեղ, որևէ հային, ոչ Հայաստանի Հանրապետության տարածքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար, սա պատիվ չի բերում, ամոթ է մեծ, ամոթ, ինչպես նաև մեր բարձրաստիճան հոգևորականները, ովքեր կալանավորված են, ազատություն բոլորին, մենք պահանջում ենք դատական իշխանության ներկայացուցիչ, այսօր Քոբուչաևի նման մարդուն ինչպես կարելի է գիտնական լինելով, իրավաբան լինելով